Պարոն Քոչարյան, ինչպես գիտեք, ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև ձեր հայրիկին եւ ձեր քաղաքական ուժին առհասարակ падգամավորների վերջին օրերի աշխատանքին, մասնավորապես նշել է մեջբերում եմ եւ ներողություն եմ նախապես խնդրում, դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու եւ ոտ գցելու ոչ խելք, ոչ գիտելիք ունեք, ուստի հանգիստ վերընկեք ձեր տեղը, ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու այն ծուրբերան Ռոբի գլխին չտամ, դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու։ Որն է ձեր արձագանքը սրան, ինչու է նորից հիշատակում ձեր հորը։ Դեք ձեր նշած անձնավորությունը ոնց որ այն անդաստիարակ, չար, անշնորհք երեխեքից լինի, էլի անկեղծ չեմ ուզում անդրադառնալ, ես այդ մարդուն չեմ ուզում անդրադառնալ, ինքը չի կարող տեղը հանգիստ նստի, հիմա երևի նորից թիկնապահներ ունի, սկսել է խոսալ, այս արանքում որ չկային թիկնապահներ, երևի չգիտեմ, ծպտունը դուրս չէր գալիս, հիմա նորից պաշտոն են տվել, նոր այնպես որ եկեք անցնենք, էլ ինձ թվում է ավելի կարևոր բաներ կան խոսելու, քան իր անձը, իսկ ոնց հասկացա, իր հետ կապված քննարկումը եղել է կոնկրետ կոնտեքստում, այն որ ինքը թքել է քաղաքացու վրա, թիկնապահները բռնել են, ինքը թքել է, այդ կոնտեքստում է եղել, չեմ կարծում այստեղ ինչ որ մեկը նույնիսկ քաղաքացիական պայմանագրի падգամավորները իր մասին տենց առանձնապես դրական կամ չգիտեմ ինչ կարծիք ունեն կամ ուզում են խոսան իրանից, այնպես որ անցնենք այդ թեման։ Բայց դա ձեր ուժը չէր անգամ հիշատակեց այդ թքելու պահ, ինչի է ոնց պտտվում, էլի շրջվում դեպի Քոչարյան։ Գիտեք ինչի համար, անկեղծ։ Ինձ թվում է նրա համար, որ դուք գաք հիմա ինձ ես հարց տակ, մյուսներին ես հարց տակ, որ ինքը այսպես թեմայի մեջ լինի։ Ուշադրության պակաս ունի մարդը, դուք էլ բան եք անում, օգնում եք այդ պակասը լրացնել։ Իրեք Ռուզաննա Երեմյանը, որ նոր անցավ, ինքն է բարբերաբար հետ ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենում, հիշում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին դպրոցների Շատ կներեք, էլի հատուկ չեմ անում, ով է Ռուզաննա Երեմյանը։ Հակոբ Քոչարյանի անվան դպրոցի տնօրենն է։ Հա, քաղաքացիական պայմանագրում։ Հա, հասկացա, հիմա հասկացա ամհետեք։ Դե չգիտեմ, շատ կան տես մարդիկ, հատկապես քաղաքացիական պայմանագրում, երբ որ լինելով 2026 թվականին, արդեն ունենալով 8 տարի իշխանություն, պատերազմ բերած, հազարավոր զոհեր տված իշխանության ներկայացուցիչը շարունակ խոսում է 1998 թվից։ Իմիջիալոց հետաքրքիր է, որ 1998-ից են սկսում։ Այսինքն Ռուբեն Ռուբինյանի հայրը օրինակ բարձր պաշտոնյա եղել 1995-96 թվականներից, իմիջիալոց ես երբեք ինձ թույլ չեմ տալիս այդ նույն ոճի մեջ արձագանքել, բայց այնքան բան կա ասելու, էլի, եթե այդ թվականներից ենք խոսում, ավելի ներքևի չեք, էլի, այսպես միշտ մեջտեղից են սկսում, ինչ խոս, չգիտեմ, երևի կարծում են, որ այդ 30 տարի առաջ հիշելու սպառողը դեռ կա, դրա համար շարունակում են դա անել, բայց իսկապես էության մեջ անհետեցությունն է, որ 8 տարի իշխանությանից դու խոսում ես ինչ որ բաներից 98 թիվ, 97 թիվ, չգիտեմ 2000 քանի թիվ, ինչ որ բաներ ճշմարտացի, ինչ որ բաներ չափազանցված, ինչ որ բաներ սուտ, չեմ ուզում մտնել դրա մեջ, մի խոսքով, չգիտեմ, երևի հետո նոր է եկել, այսպես պետքա դրսևորվի, ելույթ ունենա, էս է կարողանում ասել, չգիտեմ։